Բարյա իրար հարց ենք տալիս, ընդամենը ես հասկանում եմ ձեր գործունեության վերջնարդյունքը, նպատակը, բայց ամեն դեպքում ավելի պրակտիկ ձեր դիմումի շրջանակներից եմ, ուզում հարց տամ, մինչև տենց սահմանադրությունը մեկնաբանելը, ձեր դիտորդները եղել են հենց այս տեղամասում, եւ մենք ուսումնասիրել ենք բոլոր 2005 տեղամասերի գրանցամատյանները, գրեթե բոլոր տեղամասերում եղել են դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների դիտորդներ, ԶԼՄ եւ վստահված անձինք։ Այս, չգիտեմ, այս 24-34 տեղամասի քվյատուփի հետևում, հետնամասում այդ փակ դռները, որտեղ դուք նկարները ներկայացրել եք, նայել ենք, հետո տեսանյութը մենք չի էլ բացվել, ու ձեր դիտորդները կեսից գնացել են, մինչև վերջ չեն մնացել։ Այ ինչ նպատակ է հետապնդել, հենց մենակ այս տեղամասով, այսենց ներկայացնել ընտրական իրավունքի խախտման, սենց գլոբալ խախտում ներկայացնելու բան է, էլի, միտումը որն է այս մի հատ տեղամասով դիմում։ Տեսեք, հարգելի հանձնաժողովի անդամ, այստեղ ըստ էության չենք կարող գնահատել կոնկրետ խախտման բնույթը ինչպիսին է եղել, մատնանշված քվյախցիկների տեղադրման կարգի հետ կապված մենք հայտնաբերել ենք, որ առկա է խախտում, կարող է խախտվել գաղտնիության սկզբունքը եւ խնդրել ենք, որպեսզի դրա վերաբերյալ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում կայացնի մեր դյուն բողոքում նշված պահանջի շրջանակում։ Այսինքն, եթե քններ այդ խախտումը եւ համեմատության մեջ նաեւ այլ բնույթի խախտումների մեջ, այսպես ասած, դիտարկեր դա, ընդհանուր ազդեցությունը գուցե հնարավոր լիներ գնահատել։ Այսինքն Ես հասկացա ձեզ, հասկացա ինչ եք ուզում։ Ուզում եք, որ ընտրատարածքը այդ խախտումը քններ։ Հիմա գիտեք այդտեղ քանի անձ է մասնակցել քվեարկության այդ տեղամասում դուք։ Քանի հոգի է մասնակցել։ Դա չգիտեմ։ Չգիտեք, այսինքն չգիտեք էլ քանի հոգու քվեարկելու, ընտրելու իրավունքը կարող էր խախտվել եւ արդյոք խախտվել է թե չէ, դա էլ չեք փաստել։ Անկամ մի հոգու էլ որ խախտվեր, տենց խախտում է։ Այդ հարգելի հանձնաժողովի անդամ, երբ որ քննարկվեր ըստ էության, այլ ոչ թե վարույթի ընդունումը մերժվեր, մենք այդ հարցերին կանդրադառնայինք եւ մեր փաստարկները կբերեինք։ Եվ քանի որ մեր ասածը դա է, ըստ էության քննություն տեղի չունեն, որպեսզի մենք կարողանանք, որտեղ սուբյեկտ չեք, բայց դուք չեք էլ ներկայացրել ոչ մի բան դրա մասին։ Ըստ մեզ մենք սուբյեկտ ենք եւ մենք պետք է այդ հնարավորությունը ունենայինք մասնակցելու այդ վարույթին, Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի, մեր փաստարկները ներկայացնելու եւ իրանք էլ իրենց հերթին իրենց լիազորությունների շրջանակում իրականացնեին խախտման վերաբերյալ քննություն, բարձելու համար դրա ազդեցությունը եւ այլն։ Այն պահանջների շրջանակում, որը ներկայացվել է։ Այն ինչ որ դուք ասում եք, մենք էլ ենք դա ասում եւ դա ասում ենք։ Դիտորդներից 2 հոգի եղել են, Շահենը եւ եւս 1 հոգի։ Մենակ կարճ էլի տենց տեսական ակադեմիական մի պատասխան եք։ Կարդամ իրանց անունները, հնչեցնեմ, Բադալյան Ինա եւ Վարոջյան Շահեն ներկայացել են ամսի 7-ին 11:42, երկուսն էլ միաժամանակ եւ նույն ժամին դուրս են եկել տեղամասային հանձնաժողովից 12:40։ Իրենց որևէ որպես դիտորդ որևէ իրավունք խախտվել է, դուք տեղյակ եք։ Այդ հարցերը մենք կարող էինք քննարկել, երբ որ կներեք ես պատասխան եմ տալի, կարող էինք քննարկել, երբ որ վարույթ հարուցվեր։ Հիմա ըստ էության ձեր հարցին եմ պատասխանում։ Ինչ։ Հիմա վարույթում եք, հիմա դուք վարույթում եք։ Այո, բայց մենք առարկան որն է, մենք քննարկում ենք կոնկրետ Ձեր բողոքը թիվը այո, անվավեր ճանաչելու այն հիմքով, որ վարույթ չի ընդունվել, այսինքն մեր բողոքը վարույթ չի ընդունվել եւ SSS հիմնավորումներով։ Հիմա մենք SSS հիմնավորումների շրջանակում ենք քննարկում։ Եթե կուզեք քննարկենք ըստ էության, բայց փաստի վերաբերյալ ըստ վեճ արկա չի, նախ սա փաստենք,
դուք ձեր հարցադրումները փաստի վերաբերյալ էր, բայց այս վարույթի շրջանակում փաստի վերաբերյալ վեճ արկա չի, այս պահին։ Դա կարող լիներ այն դեպքում, երբ որ վարույթ հարուցվեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից, այլ ոչ թե վարույթ հարուցումը, արդյոք ընտրատարածքի որոշումը վարույթ չհարուցելու վերաբերյալ իրավաչափը, այսինքն ոչ իրավաչափ չի։ Չէ, ես համոզվեցի, որ իրավաչափը, որտեղ ինքն էլ է ուսումնասիրել, որովհետև չկա որևէ արձանագրում, որ դիտորդի սուբյեկտիվ Հարգելի հանձնաժողովի անդամ, ինքը ընդհանրապես ասել է, որ դուք իրավասուբյեկտ չեք, եւ այդ հիմքով մերժել է վարույթի հարուցումը, չի քննարկել որևէ փաստ, որևէ խախտում։ Խնդիրը Տիկին Հովհաննիսյան ձեզ այն մասն է ասում, որ փաստը այո, վարույթի հարուցումը մերժել է, բայց փաստը հանձնաժողովը քննարկել է։ Քննարկել, հարգելի դատա։ Հանձնաժողով թե սուբյեկտ չէ, խախտվել է թե չի խախտվել, ոնց է հարուցումը մերժելու հիմքերը ընտրական օրենսգիրքը սահմանում է։ Այսինքն տեսեք, այստեղ նույնիսկ Տիկին Հովհաննիսյան ձեզ հուշեց, որ օրինակ ամբողջ տեսագրության մեջ, ամբողջ քվեարկության գործընթացում, ամբողջ տեսագրության մեջ այդ դռները երբեք չեն բացվել։ Այսինքն սա ինչի համար է, որ նույնիսկ այդ է նայվել։ Այսինքն այդ ձեր դիտորդի կողմից վկայակոչված դռները երբեք չեն բացվել։ Այսինքն այդ դռները փակված են եղել, կողպված են եղել եւ մնացել են կողպված։